Ես ԱՄՆ Իրան կոնֆլիկտ չեմ տեսնում Ես ասել եմ ձեր եթերներից մեկում հիմնական պատճառները իհարկե Էփշտեյնն էին եւ նավթի կամ այդ բենզինի մոնոպոլիան եւ Տրամպը շատ լավ դա կատարում է, այսինքն փակում է Հորմուզը եւ Վենեսուելան վերցնում է իր ազդեցության տակ, այսինքն նավթ ծախողները լինելու են Ռուսաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ մոնոպոլիա են ստեղծելու այսինքն ես չեմ հավատում այդ կոնֆլիկտին, որ Ամերիկան էլ չի կարողանում այդ հարցը լուծել կամ Հորմուզը բացել, իհարկե կարող է, բայց ձեռ չի տալիս եւ այդ կողքի բարեկամ պետություններին իհարկե նա չպետք է հարվածեր, պետք է հարվածեր Իրան, այսինքն Սաուդիա, Քուվեյթ, Էմիրեյթս, Օման, Բահրեյն, Կատար, հա, այդ երկրներին պետք Ամերիկան հո ինքը չէր հարվածելու, պետք է ինչ-որ մի հորինված թշնամի պետություն հարվածի եւ այդտեղ Սադամը չկար, իհարկե ամենալավը Իրանն էր։ Ես տեսնում եմ, որ Ամերիկան այստեղ տնտեսական մեծ հաղթանակ է տանելու եւ հետագայում է, եթե Սուեզն էլ փակի, արդեն աշխարհը ընդհանրապես երբ ուզենա անգնելու է ոչ միայն նավթային, այլ տնտեսական ճգնաժամի մեջ։ Նավթային ճգնաժամը ահռելի է արդեն Հնդկաստան, Շրի Լանկա, ծեծ կրտոց, բենզակալոն կեքում կուպոններով։ Մի խոսքով ես չեմ տեսնում, որ Ամերիկան պարտվում է եւ երբեք չեմ տեսել, ասենք, որ պատերազմի նախագծող ճարտարապետը կոնֆլիկտում պարտվի։ Ես տեսնում եմ, որ նրանք շահում են, Տրամպը շատ խելոք քայլ է անում, ահռելի խելոք քայլ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին շահերից բխելով, ինչքան էլ որ ասեն, որ այս ներքին հիմա միջանկյալ ընտրություններին Տրամպի ռեյտինգը ընկնում է, ես չեմ գտնում, ես գտնում եմ, որ իրոք նա շատ խելացի քայլ է անում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, այդ տրիպին ինձ քննադատել են, երբ որ ես ասել եմ, որ Տրամպը իրոք մեզ փրկություն է առաջարկել այն բանով, որ Հայաստանում ինչ էլ արտադրես մենք կախված ենք այդ ասեղի ծակից, հա, այդ լարսից։ Եվ հիմա ցույց է տալիս, որ Ռուսաստանը այդ փակելով հարցերը լուծում, ալիքներով է փակում, հիմա ձկնաբուծարանները Ես ձկնաբուծարանում էի, ջրերը համարյա բոլորը դատարկել են, այդ ձկնաբուծարանները շատ ողբերգալի վիճակների մեջ են Հայաստանում եւ ծաղիկ, ձկնաբույծ, այսինքն ինչ էլ արտադրես, Տրամպը հասկացնում էր, որ դուք այդ ասեղի ծակից եք կախված, ու այդ ասեղի ծակն էլ այսօր պամիդորը կփագի հարց կլուծի, վաղը ձուկը կփագի, մյուս օրը ծաղիկը կփագի, եկեք, նա առաջարկում էր, եկեք IT ոլորտը դնենք, ձեր գյուղատնտեսությունը լավ է, բայց ասում էր չեք կարողանալու վաճառեք, եկեք այդ շրջաններում, որ զարգացած չի, IT ոլորտը զարգացնենք, IT ոլորտի համար ձեզի լարսը պետք չի, հասկանում եք, Nvidia-ն կամ մյուսը, եթե իրոք գալիս են, դա փրկություն է Հայաստանի շրջաններին։ Ես դրա համար ասում եմ, Տրամպը շատ հանճարեղ ծրագիր էր առաջարկում, ինչ շատ-շատերը քննադատում են, այսինչ ես ասում, եւ տրիպն էլ որպես Փաթեթ մեզ ասել է ձեռնտու է, որպես միայն տրիպ հենց այդպես, նա մեզ շուտ հակառակ էֆեկտ ունեցող բան է, բայց դա տնտեսական տեսանկյունից եք դիտարկում, բայց տրիպի մասին երբ որ խոսում են, քաղաքական ասպեկտն են հաշվի առնում։ Ամբողջ քաղաքականությունը հենց տնտեսական կողմը, չկա քաղաքականություն առանց տնտեսության, չկա պատերազմ առանց տնտեսության։ Կինոների մեջ որ նայում եք պատերազմները, տնտեսական են, բոլոր պատերազմները տնտեսական են։ Նույն Միացյալ Իրան հիմա տնտեսական է, մանավանդ Հորմուզի թեման է։ Իհարկե։ Ես ասում եմ, Ամերիկան ձևացնում է, թե Պարսկաստանում պարտվում է, չի կարողանում Հորմուզը բացել, քանի որ ձեռ է տալիս իրան։ Պանամայի ջրանցքը ոչ օֆիցիալ վերցրեցին, հայ $1 տրիլիոն ծախսած չինական կամ հոնկոնգյան ֆիրմային դատարանը որոշում կայացրեց հանեց եւ ինչ որ
դանիական ֆիրմայի տվեցին, հա, որ այտենց նախադեպ չէր եղել, հա, $1 տրիլիոն էր ներդրված Պանամայի վրա, վերջ Ամերիկան, այսինքն բոլորը մնում է Սուեզն էլ փակի, ավիակիրները արդեն վաղուց այնտեղ կանգնած են, աշխարհը դնելու է տնտեսական մեծ ճգնաժամի մեջ։ Կար էսպիսի տեսակետ համեմատում էին, ճիշտ է, համեմատելի չէ չափերի տեսակետից, նշանակության տեսակետից, բայց տրամաբանորեն ասում են Հորմուզի նեղուցը այնտեղ, այստեղ Սյունիքի այդ միջանցքը։ Նույն կարևորությունը տնտեսական տեսանկյունից ունի Սյունիքի միջանցքը, այո թե ոչ։ Ես նայած որ երկրների համար, հա, ես չի ասի, որ ասենք այդ աշխարհի խաղացողների համար Սյունիքի միջանցքը այդքան կարևոր է, բայց իհարկե ՆԱՏՕ-ի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է, որպեսզի անգիստ զորքը հասնի դեպի Միջին Ասիա։ Ահա, դա քաղաքական տեսանկյունից։ Թուրքիայի համար ես ասել եմ, նրանց հիմնական նպատակը այդ 800 միլիոնի ծմրադեղերը Ադրբեջանից հասցնելը եւ հետո Եվրոպա տանելը, որը որ իրենց համար շատ մեծ 800 միլիարդ ես կասեի, հա, նրանք դա զարգացնելու են, այսինքն Աֆղանստանից այդ նոր նարկո տրաֆիկի ճանապարհ Թուրքիայի համար եւ Թուրքիան ունենալով մեծ հող եւ տնտեսապես լինելով ոչ զարգացած, դա Թուրքիային շատ ձեռնտու է, ոչ բոլորի համար այդ միջանցքը ինչ-որ կարևորություն ունի, հաշվի առնելով որ ռելիեֆը եւ այդ անցունակությունը այդքան էլ կարևոր չի։ Հիմնական Միացյալ Նահանգների համար այո կարևոր է զորքի, զենք զինամթերքի ազատ ճամփորդելը դեպի Միջին Ասիա։ Հիմա դիտարկենք այն սկզբից որ ասեցի Իրանի տեսանկյունից։ Մենք անընդհատ 4 կողմը պատտվում ենք այս հարցի, այս արդեն ինչքան ժամանակ է օգոստոսից մինչև այս օգոստոս, երբ որ Թրիփի նախագծի մասին խոսվեց, ինչպես է արձագանքում Իրանը իրականում, որովհետև Իրանը մի բան ասում է, երբեմն մտքում ուրիշ բան է լինում։ Իրանը դա սիոնիստական պետություն է, Ամերիկայի կողմից ստեղծված պետություն է։ Իրանը։ Իհարկե, հենց շահին նրանք բերեցին, շահին հանելուց հետո Խոմենին նրանք բերեցին եւ երբ որ շահը սպառնում էր խփելու, ասացին եթե այդ ֆրանսիական ինքնաթիռը դու խփես, մենք ձեզ կվերացնենք, այսինքն Հիզբուլլա Համաս դրանք Իսրայելի կողմից ֆինանսավորվող կազմակերպություն են եւ համարել, որ Իրան կամ Ամերիկա դրանք թշնամի են եւ անելու են ինչ-որ քայլեր, ես դա չեմ տեսնում։ Մենք ունեցել ենք բազմաթիվ հարցաքննություններ Քենիայում տարբեր ագենտների եւ ֆինանսավորումը տեսել ենք որտեղից է, չենք հրապարակել, որովհետեւ դա Քենիային ընդհանրապես պետք չէր, բայց ամբողջ աշխարհն էլ գիտի, որ Հիզբուլլա եւ Համաս դա Իսրայելի կողմից ֆինանսավորվող կազմակերպություններ են եւ Պարսկաստանն էլ ամենասիոնիստական երկրներից մեկն է։ Պետք է Իսրայելին թշնամի, նրանք պահում են այդ թշնամուն։ Ամերիկային էլ է պետք է, այսինքն դա դավադրության տեսություն չի։ Ինչ վերաբերում է Հայաստանի վերաբերյալ ոնց կնայեն, չգիտենք ոնց կնայեն։ Տրիպի հանդեպ ոնց կնայեն, էլի չգիտենք։ Կասեն սուս մնացեք, սուս կմնան, կասեն սուս մի մնացեք, սուս չեն մնա։ Այդպես է գնահատում, հա։ Այո։ Իրանի վրա հույս դնել, որ ինչ որ Իրանը մեր բարեկամն է, ես այդպես չեմ հաշվում։ Բայց նաև թշնամի չի։ Դե հիմա Էմիրատին թշնամի է Իրանը, կամ Բահրեյնին, կամ Քատարին։ Բահրեյնի 98%-ը պարսիկ են, ոչ թե շիա։ Միայն իշխող ընտանիքն է, որ սուննա է եւ այլ ընտանիք է։ 98%-ը բնակության նրանք պարսիկ են։ Եվ այդ վերջի հեղաշրջումը, որ փորձեց, հետո լեզու գտան Սաուդիային, ասացին լավ մտի ճնշի, դա պարսիկների սարքածն էր։ Ռազմավարական
պայմանագիր ունեն Բահրեյնի հետ, բայց ռմբակոծում են։ Քուվեյթը թշնամի չի, Արաբական Միացյալ Էմիրությունը թշնամի չի, Արաբական Միացյալ Էմիրություն, Դուբայի թագավորական ընտանիքը պարսկական արյուն ունի, Դուբայինը, չեմ ասում Աբու Դաբիինը կամ Շարժայինը, Պարսկաստանից Ալ-Մակտումը, Պարսկաստանից բնակ ոչ Բենի Հաշիմեն, ոչ այդ ընտանիքներից չեն, պարսկական ծագում ունեն եւ թշնամի չեն, բայց հարվածում է։ Ասել են հարվածում է։ Քուվեյթը ամեն օր ռմբակոծվում հիմա, ամեն օր։ Այդ որ ասում եք ասել են նկատի ունեք Միացյալ Նահանգների։ Դե հիմա ես չգիտեմ Իսրայել Միացյալ Նահանգների, ես ասացի, հիմնական նպատակը նավթի մոնոպոլիան Ամերիկայի վերցնելն է։ Հորմուզը պետքա փակվի, վերջ։ Իրանց ժամանակ էր տրված, միջև ամենաշատը 30 թիվ նավթի էկոնոմիկայից երկիրը պետքա փոխվի։ Սաուդյան շատ հաջող կատարում էր այդ ծրագիրը։ Էմիրատն էլ հաջող կատարեց, ասեցին վերջ, ձեր ժամկետը միջև 30 թվականն է, 30 թվականից դուք էլ փոխեք, ձեր էկոնոմիկան նավթից պետքա փոխեք։ Վերջին հարցը Ալիևին է վերաբերում, անգամ ոչ Ադրբեջանին, որտեղ այնտեղ Ալիևին է։ Վտանգներ, ինչ որ տեսնում եք Ալիևի վերջին շարժումներից, խոսույթներից եւ այլն։ Հայաստան։ Տեսեք, Ալիևի խոսույթների մեծ մասը ներքին աուդիտորիայի համար է, քանի որ նրա վիճակն էլ շատ ծանր է։ Ինչ-որ լուրջ ռազմական գործողություններ չեմ տեսնում, հաշվի առնելով էլի այս կոնֆլիկտը, որ աճելու է, զարգանալու է Իսրայել-Թուրքիա, հա, դա անխուսափելի է։ Դա իրական կոնֆլիկտ է։ Այդ իրական կոնֆլիկտը ես ասել եմ երբ է սկսվել, այդ Ռուսաստանի միակ ճիշտ քայլից, երբ որ նա զորքը Սիրիայից հանեց։ Դա այդ կոնֆլիկտի հենց սկիզբն էր։ Ես հենց այդ ժամանակ էլի ձեր եթերներից մեկում էր ասացի, որ Ռուսաստանը միակ ճիշտ քայլը արեց, հանեց իհարկե Թուրքիա-Իսրայել, այդ կոնֆլիկտը պետքա ստեղծվի եւ զարգանալու է։ Ոչ թե ինչ որ այնտեղ կա անձնական հարցեր, այլ ոչ, այդ քողարկված Իսրայելը Քրդստանի տակ պետքա ստեղծվի։ Դա արդեն քարտեզի փոփոխություն լինելու է։ Հիմա մեր բախտը ինչքանով կբերի, մեր իշխանությունը ինչքան պատրաստ կլինի այդ կոնֆլիկտի ժամանակ, որ մենք էլ մերը վերցնենք, թե քրդերին կտվեցվի, դա արդեն անհատից է կախված, անհատ ղեկավարից է կախված, ոչ թե ասենք ղեկավարը իրան ինչպես կդրսևորի այդ կոնֆլիկտ, կնստենք, կասենք, չէ, մեզ ոչ մի բան պետք չի, քրդերին կտան։ Ալիևի խոսույթները ոչ մի բանով չի տարբերվում, այդ նույն խոսույթները մենք առաջին Արցախյանից լսել ենք եւ ոչ մի տարբերություն չկա։ Հա, ասում է այդ Արցախի հարցը, այնտեղ ճիշտ բաներ էլ կա, որ մենք էլ ենք բարձրաձայնը։ Եթե պետք է Արցախը մի օրում հանձնեին, ինչի ես 30 տարի խաբեցին, գազամուղն էլ մեր մոտով կանցներ, կնստեինք, մենք կթելադրեինք, հա, գազը կփակեինք, կբացեինք, ոչ թե Վրաստանը, մեզ էլ ոսկուպես կպահեին, ոնց որ հրեաներին Պարսկաստանում են պահում կամ ոնց որ հրեաներին Ադրբեջանին են պահում, այսինքն մենք թշնամի երկրի մեջ երկու հատ հանրապետություն ունեինք։ Մեկը Նախիջևան, մեկը դա գիտեք ինչ հարաբերություն, եթե պիտի մի օրվա մեջ հանձնեինք այդ պետությունը, բայց չանեինք։ Ասում եմ, այդ գնայինք այդ 5 պլյուս քանիսա, հա, 5+2։ Հա, գնայինք այդ բանաձևով։ Հա, այդ գազամուղն էլ ավելի կարճ մեր մոտով կանցներ, մենք փող կաշխատեինք ու հարցեր կլուծեինք, ու մեզ էլ կպահեին, որ աշխարհին ցույց տային, որ հայերը սենց են ապրում, հա։ Հիմա Պարսկաստանում հրեաներին տենում եք ոնց են պահում։ Սա աշխարհին ցույց են տալիս, թե տեսեք հələ հրեա կամ Ադրբեջանում Երևի այդտեղ ամիս չկա, որ 2-3 ժուրնալիստ չգնա Ադրբեջան եւ չնկարի այդ հրեաների այդ ոնց են ապրում, ազատ։ Մի խոսքով, ես տարբերություն չեմ տեսնում, ասենք 90-ականների թե հիմա, նույն բանը ուղղակի Ալիևը վերահիշեցնում է, որ կարար սենց լիներ։ Որ մեր ներսում ինչ որ
պարակտումներ էլի խորացնի, հա, որ հանկարծ չհանդարտվի ժողովուրդը։ Իհարկե, դա հենց այս Փաշինյանի էլի մարքեթինգն է, բոլորը Փաշինյանին մարքեթինգ արեցին եւ իմ զարմանքը, որ ինքը քիչ ձայն տարավ, չէր կարող լինել այդ եվրո ղեկավարներին ստեղ հավաքելը, երկու անգամ Վենսի գալը, երկու անգամ պետ քարտուղարի գալը, Փաշինյանը պետքա ձայն տանել։ Իրոք ոչ ոք չկարողացավ այս կոնֆլիկտային երկրի կողքին բերել այդ բոլոր եվրո աշխատանքներ տարվով, իրոք աշխատանքներ տարվով, հա, այդ եկան, Մակրոնն է փաթաթվում, այսինքն լուրջ աշխատանքներ տարվով եւ հանկարծ հավաքեց այնքան ձայն, որ ինքը չի կարողանալու, ասենք, սահմանադրություն փոխի, հա, էլի գնացինք այդ նկարչությանը ժամանակավոր, հա։ Բայց դեպքում ինչու էր այդքան մեծ Մակրոնը, Վենսա, Ռուբիոյա խառը նախաձեռնություններով։ Դե նախաձեռնությունները արված էր, որ Փաշինյանը շատ ձայներ տարվի, այդ ռուսական կեղծ հակափաշինյանականը, բայց մեր մոտ նկարվեց, ես չգիտեմ, Աստծու կամքներ, թե իրոք ինչ-որ մի հատ անտեսանելի հայկական ուժ կա, որ ճիշտ է նկարում, ես դեռ դա չգիտեմ։ Մի հատ հին կինո կար, Համո Բեկնազարյանը լավ թարգմանում էր, Ռոբինզոն Կրուզոն։ Այն ժամանակ հայկական թարգմանությունները լավն էր, որ ասում է կամ այս կղզու վրա չարքերն են, կամ մեզանից հունարով ավազակները։ Հիմա ես չգիտեմ, կամ ես հələ չեմ շփվել այդ ուժերի հետ, որ իրոք նկարվեց այնց, ոնց որ ժամանակավոր պետք է։ Այսինքն Եվրոպան եւ Միացյալ Նահանգները ամեն ինչ արեցին, որ Փաշինյանը շատ ձայն հավաքի, բայց Փաշինյանը վերցրեց այն։ Դա իմ ամենամեծ զարմանքն է։ Որքան իրեն պետք էր։ Դա իմ ամենամեծ զարմանքն էր, որ Փաշինյանը չտարավ ավելի շատ ձայներ։